90-ական թվականներին պառկած էի հիվանդանոցում, ինձ բուժող բժիշկը, որ իմացավ գրում եմ, թարգմանում եմ, երեկոյան իր հերթապահության օրը մտավ իմ սենյակ, նստեց կողքս, բացեց իր տետրը ու սկսեց կարդալ իր բանաստեղծությունները: Առաջին բժիշկը չէր, որին հանդիպում էի, որ գրում է, պատմության մեջ նույնիսկ եղել են տաղանդավոր բժիշկ գրողներ: Բայց այս պատմությունը հիշելով հիշեցի նաև մի հայ գրողի մի էսսեից մի փոքր հատված, որտեղ ասվում էր. հայ առևտրականները միջնադարում, երբ Հնդկաստանից մինչև Հոլանդիա առևտուր էին անում, 2 տետր էին պահում, մեկը առևտրական հաշիվների համար էր, մյուսի մեջ բանաստեղծություններ էին գրում, այսինքն բանաստեղծ ազգ ենք: Բայց հիմա նկատել եմ, որ բանաստեղծություն գրելը այդքան էլ նորաձև չի: Հիմա համացանցի դարում ամեն երկրորդը դարձել է պատմաբան, իր գիտելիքներն է ցույց տալիս: Իսկ գիտելիքներն էլ քաղում են կամ մեկ ուրիշի գրված մեկնաբանությունից, կամ գեղարվեստական գրքերից: Իսկ գեղարվեստական գրքերը երբեմն գրվում են պատմության մեջ մնացած ընդամենը մեկ տողի հիման վրա: Այսինքն արձակագիրը վերցնում է պատմության մեջ մեկ տող և դրա հիման վրա գրում է մի ահռելի հաստափոր վեպ: